Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալյանի անունով փոխելու պահանջով «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսել։ Ժամանակները փոխվել են ու Խորհրդային Միության այդ գործչի Լենինի անունը կրող գրեթե բոլոր օբյեկտներից անգամ Ռուսաստանում հրաժարվել են։ Ստորագրահավաքի հայտարարությունը նախաձեռնության անդամները տարածել են համացանցի միջոցով, որին արդեն միացել եւ իրենց հավանությունն են տվել հարյուրավոր մարդիկ։ Ստորագրահավաքի արդյունքները քաղաքապետարան ներկայացնելու համար անհրաժեշտ է 8000 մարդու ստորագրություն։ Նախաձեռնությունը այդ անհնար չի համարում։ 1 տարուց ավել ընթացքում դիտարկելով, ուսումնասիրելով հանրային կարծիքը, ինտերնետում շոշափելով մարդկանց տրամադրությունները, եկել ենք այն համոզման, որ կա այսպիսի հանրային պահանջ։ Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալյանի անունով դարձնելու առաջարկի շուրջ քաղաքացիների կարծիքները տարբեր են։ Ցանկացած նման քայլ ես ողջունում եմ, որովհետև մի բան, որ ազգային է, մենք պետք է գնահատենք, մեծարենք մեր ազգի մեծերին։ Կողմ են, որպեսզի նոր փոփոխություններ դեպի հայկականացման ուղղությամբ փոփոխություններ կատարվեն։ Դեմ եմ անվանափոխությանը։ Լեոնիդ Ազգալյանը շատ գովելի եւ հերոս տղամարդ էր, շատ արժանավոր է, որ իր անունով ինչ-որ հաստատություն, դպրոց, դե կոչվում է երևի, բայց փոխել Լենինգրադյան անունը կարելի է փոխել Սանկտ Պետերբուրգ։ Դե այսքան ժամանակ որ այդպես է կոչվել, ինձ թվում է եթե անունը փոխեն նույն ձևով անվանվելու։ Ավելի լավ կլինի մեր ազատամարտիկների անունով կոչվեն փողոցները։ Իսկ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը հոկտեմբերի 9-ին ժամը 15-ին պատրաստվում է ստորագրահավաք անցկացնել նաև Մաշտոցի պուրակում։